Ինչ է ճարտարապետությունը, լավ հարց է, երևի շատերը արդեն պատասխանել են որպես առաջին նախադասություն, շատ զիլ բան է, բայց ես երկար մտածում էի, քանի որ նայել եմ բոլոր գոլեգաների պատասխանները, երկար ու շատերը արդեն պատասխանել են դա ինչ է, ես մտածեցի, որ կարելի է մի ուրիշ կողմը իրա նաև բնորոշել, երբ որ Ֆաուստը հարցնում է Մեֆիստոֆելին դու ով ես, ինքը ասում է ես այն ուժի մի մասն եմ, որ հավերժ ճարիք է կամենում, բայց միշտ վերջում բարին է արարում։ Եվ փոխելով, ասենք, առնվազն դրանցից մեկի նշանը, մինուսից պլյուս, կարելի է սենց ասել, որ ճարտարապետությունը ինչ-որ մի գերագույն արարիչ ուժի մի մաս է, որին այդ արարիչ ուժը պատվիրակել է իր աշխարհաստեղծ գործառույթներից մի քանիսը և այդքանով դա նաև շատ մեծ պատասխանատվություն է, քանի որ դա աշխարհի հենց ընթացիկ անվերջ արարման ինչ-որ մի բաժին է կազմում, այսինքն ինքը 7 օր արարել է աշխարհը, հետո սկսել է արդեն պատվիրակել, ինչ-որ մասը իր հրեշտակներին, ինչ-որ մասը սենց և ինչ-որ մասը մարդկանց և առավել պատասխանատու մասերը տվել է կոնկրետ մասնագետներին։ Եվ բոլորը գիտակցաբար և ենթագիտակցաբար զգում են ճարտարապետության այդ բնույթը, այսինքն ինչ-որ մի գերագույն ուժի մաս լինելու և դրա համար շատ հասարակ մարդկանց մոտ, ես ուրիշ բառ չգտա թարգմանելու, ռուսերենում շատ լավ բառ կա «обыватель», ոչ թե վատ կամ բացասական իմաստով, այլ ոչ ճարտարապետ, հասարակ մարդկանց շատերի մոտ հենց էդ է, որ գայթակղություն է ստեղծում, առաջացնում խառնվել պրոցեսին, լինել այդ պրոցեսի մի մասը, բայց ինչպես ասեցի, քանի որ դա շատ մեծ պատասխանատվություն է, դրանով պետք է զբաղվեն միայն մասնագետները և պատասխանատու մասնագետը պետք է հասկանա, որ դա տենց աշխարհաստեղծ գործընթացի մի մաս է և պատասխանատվությունը շատ մեծ է և պետք է միշտ կրթվի, միշտ զարգանա, որպեսզի վնաս չհասցնի աշխարհին։ Եվ ճարտարապետությունը որպես փիլիսոփայություն, որպես ինչ-որ մտածողություն, մտածելակերպ, դա նաև այն է, որ դա ահռելի մեծ ինֆորմացիայի, շատ դիտարկումների, պատմության և այլ տեղեկատվական ոնց որ բազայի անընդմեջ մշակում է, դրա համար ճարտարապետները շատ նրբանկատ են ամեն ինչի նկատմամբ, իրանց աչքից չի վրիպում ոչ մի փոքրիկ բան, իրանք միշտ իրանց մտքի մեջ հետազոտում են բաների կապերը
առարկաների, ես ինչ եմ բան ասում, որտեղ ոչ միայն առարկաների, այլ նաև տարբեր մտքերի, բնության երևույթների եւ այլն։ Իրանք դա նկատում են ու միանգամից սկսում են դրա վերլուծությունը, դրանց իրար միջև կապի վերլուծությունը, որովհետեւ այդ բաները կարող են բերել մտքի քո հաջորդ նախագծում, այդ բաները կարող են բերել փոփոխության քո ընթացիկ նախագծի, այդ բաները քեզ կարող են հուշել, թե վաղը դու ոնց կարող ես փոխել այսինչ միջավայրը։ Դա էլ է շատ կարևոր մի բան ճարտարապետության մեջ, որ ճարտարապետությունը դա այն է, ինչ ճարտարապետին տված է ուժ փոխել տարածություններ, այսինքն ասենք ձանձրալի տարածությունը դարձնել հետաքրքիր եւ կենսուրախ, մութ տարածությունը դարձնել լուսավոր, ոչ կոմֆորտային տարածությունը դարձնել կոմֆորտային։ Դա վերադառնալով, ամփոփելով ուրեմն ինչ է ճարտարապետությունը, ուղղակի վերադառնամ առաջի ասածից, դա մի մաս է, ուրեմն ինչ որ տենց արարչական process-ի։ Հիմա մյուս հարցը, թե ով է ճարտարապետը։ Ճարտարապետը դա տենց, ինչպես արդեն ասեցի, ամեն ինչին ուշադրություն դարձնող, կոնստրուկտորով հետաքրքրված երեխայի նման մի բան է։ Այսինքն դու անընդհատ ճարտարապետը անընդհատ փորձում է այդ կուբիկներից հավաքել, ինքը քաշում է, ասենք երբ որ ճարտարապետը ինչ որ մի հատ խնդիր ունի, ինչ որ մի բանը պետք է գծի, ինքը նայում է, ասենք թե դու չոլում ես նախագծում, ոչ մի բան չկա, ու շատ դժվար է սկսել ինչ որ մի բանից, թե ինչից սկսես, ու դու սկսում ես փնտրել շուրջը, ով է քո պատվիրատուն, որտեղ է ինքը ուզում կառուցի, ժամանակաշրջանը, որում դա ուզում պետք է կառուցվի, շրջակա միջավայրը, ռելիեֆը, հայտնի սարա, չգիտեմ, հուշարձանը, բան եւ այլն, դու քաշում ես դեպի քեզ այդ մանրուքները բոլոր հավաքում ես, տվյալները մշակում ես, վերամշակում ես եւ այլն, ու մեկ էլ դու չես զգում, որ պահին, ու դու զգացել ես, որ այս սրանից կարելի է բռնվել, ու դա է, ճարտարապետը փաստորեն դա այտենց մի հատ այտենց կուբիկները, որից կազմված է մեր կյանքը, իրար հավաքող, իրար գլխի հավաքող եւ դրանից ինչ որ մի հետաքրքիր բան ստացող մի մասնագետ է, ինչպես ասացի, մի ինչ որ ուրիշ ուժի մի մաս։ Բնականաբար իհարկե գրադացիա կա, հավանաբար կարելի է տրոհել ոնց ուզում ես, 10 խմբի, 4 խմբի, 3 խմբի ճարտարապետներին, ասենք, որովհետև կան ճարտարապետներ, որոնք ուղղակի չեն ընկալում դա եւ իրանք, ասենք, իրանց կրթության կամ աշխարհայացի սահմանը այնքան չէ, որ իրանք կարողանան ինչ-որ փնտրել այդ բաների կապը եւ իրանք ուղղակի ոնց որ անում են պատմությունից, ժամանակաշրջանից եւ տարածքից պոկված շինություններ, կան պինդ ճարտարապետներ, որոնք անում են շենքեր, որոնք անում են միջավայրեր, որոնք լավ ծառայում են մարդկանց եւ դրանով ոնց որ ասած արդարացնում են իրենց դերակատարությունը այս աշխարհում, եւ կան իհարկե հանճար ճարտարապետներ, որոնք ուղիղ կապի մեջ են, միգուցե ինչ որ մի գործի համար, իսկ միգուցե ամբողջ իրագործունեության ժամանակաշրջանի համար։ Եվ հիմա եթե 5 ինչ որ բառով փորձեմ բնութագրեմ ինչ որ 5 բառ, որոնք վերաբերվում են ճարտարապետությանը, դե
դեմիուրգ, այսինքն այդ արարիչ ուժը, հա, արվեստ, փիլիսոփայություն, սեր, համբերություն։